Եթերում վերածնունդն է, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, միացեք իմ էջերին այլ հարթակներում ևս և մի մոռացեք տարածել այս տեսանյութը։ Առանց երկարաբանելու անցնեմ բուն նյութին։ Շնորհավորում եմ բոլոր գյումրեցիներին, քանզի Գյումրին իսկապես դրսևորեց իր հայրաքաղաքային էությունը։ Խոսքն իհարկե այս կամ այն թեկնածուին նախապատվություն տալու մասին չէ։ Վերածնունդն այդ համատեքստից դուրս է։ Մեր խնդիրը եւ ընդհանրապես հայ մտածողի խնդիրն այսօր մի բանի մեջ է։ Ինչպես պետք է անցնենք մեր բարդ ուղին, ինչ փիլիսոփայությամբ։ Ընդունենք, որ յուրաքանչյուր անհատ իր ճանապարհն է անցնում եւ բոլորս ունենք տարբեր մտածողություններ։ Մեզանից ոչ ոք պարտավոր չէ նմանվել իր կողքինին եւ հենց տարբերություններն էլ գեղեցկացնում են կյանքը։ Քաղաքականության մեջ հակառակն է։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի փորձի ուղղել մարդկանց դեպի իր ուժը, որպեսզի հասնի հաջողության, հասնելով իր նպատակին նա պետք է կառավարի հավասարապես եւ արդարացիորեն։ Գրեթե բոլոր թեկնածուները Գյումրու ընտրությունների ժամանակ մի բան էին կրկնում. մենք դեռ պետք է իրար երեսի նայենք ընտրություններից հետո։ Այսինքն վերջում իրարից հեռացած կետերը պիտի գան եւ հանգեն մի ճանապարհի, որպեսզի քաղաքը զարգանա, քանզի խոսքն արդեն ոչ թե անհատական ճանապարհի մասին է, ոչ թե որևէ քաղաքական ուժի նպատակի մասին է, այլ ամբողջ քաղաքի։ Պատկերավոր հասկանանք, որ այլևս ճանապարհին ոչ թե մարդն է, այլ քաղաքը, բոլոր քաղաքացիները։ Հետևաբար այս փիլիսոփայությունն ընդունելի է եւ կիրառելի համապետական մակարդակով։ Անկախ հետագա զարգացումներից կուզենայի, որ այս մտածողությունը գերիշխող լիներ մեզանում։ Հովհաննես Շիրազն ունի մի բանաստեղծություն՝ «Հավերժը քեզ վայրկյանն ինձ» վերնագրով։ Ենթավերնագիրն է բողոք բնությանը։ Ասում է. «Այս ինչից է մայր բնություն, այս ինչու եւ փուշ ունես, եւ թե վարդ, նույն սրտի մեջ դու եւ մարդ ես, եւ գնչու, եւ մարդուկ ես, եւ թե մարդ։ Ապագան այն մարդն է, որ իր չնչին շահերից անդին է տեսնում»։ Շարունակում է Շիրազը. «Մերթ մարդն ինչու աստվածավախ է դառնում, մերթ դառնում է անաստված, մերթ արծվի պես ինչու է վեր սավառնում, մերթ ինչու է ընկնում ցած»։ Գյումրեցիներն իրար երեսի կարողանալու են նայել, ուստի արծվի պես սավառնելու են, քանզի ընտրեցին իրար աչքերի մեջ նայել կարողանալու փիլիսոփայությունը։ Եվ թող այդպես էլ շարունակվի եւ բոլորս հիշենք, որ կա ավելի մեծ ճանապարհ, քան մեր անձնական նեղլիկ արահետն է, եւ այդ մեծ ճանապարհով գնում է մեր ազգը։ Հաղորդումն ավարտեմ Հովհաննես Շիրազի մեկ ուրիշ էքսպրոմպտ բանաստեղծությամբ։ Ծնվածս օրը ինձ մի հարցնի, հայը ծննդյան լոկ մի օր չունի։ Հայը մերձվել ծնվել է նորից, մերձվել նորից է ծնվել, նորից է ծնվել, մերձվել նորից, ծնվել է նորից է մերձվել, նորից մերձվել ծնվել է նորից։ Ծնվել եմ դարեր մերձվել, կծնվեմ 1000 մահվան ժխորից։ Ծնվածս օրը ինձ մի հարցնի, հայը ծննդյան լոկ մի օր չունի։